Սուտը լավ բան չի, չէ, ընդհանրապես սուտը եւ տեսեք ասում եմ մշտապես ստախոսներ են։ Ուրեմն կրետացիները հույների համար միշտ ստախոս են եւ հույների մեջ այսպեսի մի բառ կար կրետանալ, այսինքն որ մեկը դու ստաս ոնց որ կրետ, ոնց որ մենք ասում ենք փարիսեցի ես, երբ որ մեկի մեջ կեղծավորություն ենք ասում ենք փարիսեցի ես, նույնիսկ կրետանալ, այսինքն հո դու ստախոս չես, մշտապես սուտ խոսող չես։ Սուտ խոսելը ամենավտանգավոր բանն է այս աշխարհում, որովհետև երբ որ դու մեկ հատ սուտ ես խոսում, հետո ստիպված ես մի քանի սուտ խոսել, այս մեկ սուտը ծածկելու, թաքցնելու կամ արդարացնելու համար։ Իսկ սուտ խոսողը ինքը երբեք չի կարող նաև Աստծո գործը անել, Աստծո խոսքը խոսել։ Ինչպես որ լեզվի մասին խոսում է Հակոբ Հոսարակյանն, ասում է չի կարող մի ակունքից համ քաղցր, համ աղի ջուր, դառը ջուր դուրս գալ։ Մաքուր պիտի լինի, չի կարող նույն բերանից օրհնության եւ անեծքի խոսք լինի։ Եթե մեկը սուտ խոսելու վարժված է, նրա աղոթները երբեք լսելի չեն։ Եթե մեկը սուտ խոսել գիտի, նրա համար ինքը Աստծո համար ընդունելի չէ, մերժելի Աստծո համար ստախոս բերանը։ Դրա համար այս ստախոսությունը նաև այսօր ամենաշատ տարածվածն է։